Կաթողիկոսի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են սկսում, մեծ հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով ամենայն հայոց կաթողիկոսն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության եւ կաթողիկոսության տարիներին նվիրատուների միջոցով ձեռք բերված որոշ բնակարաններ հատկացրել է ինչպես տարբեր հոգեվորականների, այնպես էլ շողակաթի տնօրենին։ Այստեղ չի կարող որևէ հանցակազմ լինել։ Վեհապար հայրապետը մայրաթոռի միջոցով իրականացրած Գարեգին Բ տնաշինական ծրագրով 100-ից ավելի բնակարաններ է հատկացրել կարիքավոր անձանց։ Շողակաթ հեռուստաընկերության տնօրենի խոսքով իրեն վկայի կարգավիճակով հրավիրել են քննչական կոմիտե։ Նա մանրամասներ չկարողացավ հայտնել։ Միակ տեղեկությունն այն է, որ քրեական գործը շողակաթի հետ առնչություն չունի։ Իսկ ինչ վարույթ է նախաձեռնվել, ինչ գործի մասին է խոսքը, քննչական կոմիտեն մեկնաբանություն չտվեց։ Դատախազությունում էլ Գարեգին II վերաբերյալ վարույթ նախաձեռնված չէ, պատասխանել է դատախազությունը այսօր ԵՄ գրավոր հարցմանը։ Իդեպ մայրաթոռը 2 դատական հայց է ներկայացրել կարգալույց հռչակված Ստեփան Ասատարյանի դեմ։ Եկեղեցին պահանջել է արգելել կարգալույց հռչակված քահանային մուտք գործել Հովանավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Երկրորդ հայցով հայ առաքելական եկեղեցին խնդրել է պարտավորեցնել Ստեփան Ասատարյանին վերադարձնել հայ առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում բնակարանի բանալիները, կարգալույց հռչակված քահանային եւ իր հետ բնակվող անձանց վտարելով նշված բնակարանից։ Երկու գործերն ինչքանով կապ ունեն միմյանց հետ, զուգադիպություն է, թե միտումնավոր քայլ, չենք կարող ասել։ Անիա Բաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։